Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն մի քանի տարի է, ինչ գտնվում է ուշադրության կենտրոնում, որպես երկրի ղեկավար եւ միաժամանակ ամենաքննարկվող պետական գործիչներից մեկը։ Նրա ղեկավարությամբ անցած 6 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը անցավ պատերազմի, Արցախի կորստի եւ արցախցիների բռնի տեղահանման, ներքին ճգնաժամերի, բարեփոխումների փորձերի եւ քաղաքական պայքարի միջով։ Այս ամենը ձևավորել է տարբեր երբեմն իրար կտրուկ հակասող կարծիքներ երկրի ղեկավարի մասին։ Միաժամանակ մարդկանց մոտ կուտակվել են հարցեր քաղաքականությունից մինչև սոցիալական խնդիրներ։ Հաշվի առնելով նաև այն, որ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է երկխոսության ու քննադատության, Armenia Today-ի Երևանի փողոցներում քաղաքացիներից հետաքրքրվել է, եթե հնարավորություն ունենային անձամբ հանդիպելու վարչապետին, ինչ հարց կուղղեին նրան։ Կասեին հենց արեք պատերազմ առաջինը չլինի ու մարդկային որակներից դուրս մի ապրեք։ Ինքը ընտիր մարդ է, այդքան բան կասել։ Նրանց այն մարդ չկա, խուլիգաններին հանեք, ռադարեք։ Ամենաառաջինը մեր գերիների հարցը մեկ էլ Արցախի առաջնորդներին է։ Ոչ միտեղ, ամեն տեղ էլ գնաց այդ հարցը ոչ միտեղ չքննարկեց, ոչ միտեղ չքննարկեց։ Բոլորի աշխատավարձներն էլ բարձրացրեց, ոստիկաններին դվայնով, էմեկներին դվայնով, թոշակառուներին ինչքան ժամանակա ոչ մի բան չի արվում։ Այս թոշակառուկա 30,000 դրամ փող աշխատում։ Նա ո՞նց իր ընտանիքը պահի։ Չի կարա, որ իրան էլ չի կարա պահի вообще մեր մենակ։ Այնպես որ Փաշինյանը շատ пассив առաջնորդ է։ Ինչքան շուտ իրանից բռնենք, այդքան մեծ մալա։ Շատ пассив է։ Կգա խորհրդարանում, ժողովներում ճիշտ բաներ կասի, բայց որտեղ գնացել է պայմանագիր կնքելով բանման, այնի ուրիշ տեսակ ա եղել, էսի դոզում է, հետո տեսնում ենք, որ իր ասածը սաղ սուտ է դուրս եկել։ Ես ոչ մի հարց չեմ կարող տալ։ Ավելի խոհեմ լինեն, ավելի սառը դատեն երևի, մի քիչ էլ համախմբվեն, բոլորը միասին, որ իրավիճակից դուրս գան։ Դուրս չի գալիս, որ ասես թոշակառուները նաև սովորական շարքային ժողովուրդ է, ինչ որ այդ փող չի լինելու թղթադրամ։ Մտածում եմ, ասենք, եթե թղթադրամ չի լինելու, մեկին պարտք եմ, օրինակ 1000 դրամ, ես այդ 1000 դրամը ո՞նց եմ տալու հարևանիս։ Ասենք վարչապետի պահվածք չի, նախ եւ առաջ, որովհետեւ ծաղրուծանակի ենթարկվեմ, նամանավանդ առավոտներ, եթե սարտիկներով լայվ մտնեմ եւ այլը։ Չէ, ոչ մի հարց։ Ցանկություն ունեմ հանդիպել իրեն հետ։ Ընդհանուր առմամբ նորմալ է։ Կասե իր խիղճը իրան չի տանջում, որ գիշերը քնում է ու ընդհանրապես ունի, թե չունի։ Շատ հիասթափված եմ, շատ, չգիտեմ ճիշտ։ Ամեն արեք, որ լավ ապրենք, էլի դա։ Ժողովուրդը լավ ապրի եւ պատերազմ չլինի։ Լավ էլ ուրիշ ինչ պիտի ուզենք։ Մեկ էլ թոշակ դո բարձրացնեմ գալիս։ Ուրիշ հարց չունենք։ Լավ ապրել ինչ նկատի ունեք։ Դե որ հերիքի էլի թոշակը հերիքի մարդկանց թոշակառու մարդ ենք։ Պատերազմ չլի լավ կապրենք, էլ մնացածը ինչ ուզենք էլ, Նիկոլ Փաշինյանն ինչ անի։ Ինչի է մեր երկրի վիճակը սենց ծանր, ինչ եք մտածում, և վերջապես մանավանդ են ծերերը, որ այսօր էքուց են։ Շատ էդ պի հարցնեմ, թե չէ ուրիշ, ոչ ես պետությունը ձևը կարող եմ փոխել, ոչ մի բան։ Ես ինքս էլ շատ լավ աշխատող եմ եղել պատասխանատու։ Կասեի մեր Հայաստանը կարգին ղեկավարեք։ Դժգոհ եք նրա ղեկավարումից։ Իհարկե։ Ոչ։ Որ մեր թոշակառուներին մի քիչ նայի, սենց խեղճ մնան։ Այ այդ գնաս է։ Ուրիշ բան, մեկ էլ երկրին խաղաղություն եմ ուզում, ուրիշ ոչ մի բան։ Ուղեի առաջի հերթին, որ տարեցների մի քիչ նորմալ նայր թոշակառուներին։ Հետո այս խաղաղությունը լավ վերանայր, խաղաղության պայմանագիրը, որովհետև ոնց նայում եմ, ոնց կարդում եմ, ես ինքս կարդացած մարդ եմ։ Ինձ այս խաղաղությունը մի քիչ սառն է թվում, ու երևի բոլոր ազգիս է այդպես թվում։ Չեք հավատում խաղաղության պայմանագրին։ Ոչ, անկեղծ եմ ասում, ոչ, որովհետև Ալիևը հեռու է մարդ լինելու տեսակետից։ Իսկ մեր ղեկավարությունը դա հաշվի չի առնում, ժողովրդի ոչ մի կապ, ոնց որ ասում է, լավ կլիներ, որ իրականություն լիներ մի խոսքով, բայց կասկած ու ոչ մի հավատ։ Մեկ էլ շատ եմ խնդրում, այս ծերերը մեկը բալկոնից է գցում իրան, մեկը փող է հավաքում, հայ ազգին հարիշ չի բալես։
թոշակառուներին մեղք են, այդքան թռիչքներ են կազմակերպում եւ այլը, դա իրանց գործն է, կարողանում են ամեն ինչի տակից դուրս գան, թող թոշակառուներին, ծերերին մի քիչ ջեն վերաբերվեն, իրենք են դառնալու այդ տարիքին, բալես։ Ինչ հարց տամ իրան, նույն կարգավիճակով ապրում ենք։